Պարոն Ասլանյան, մենք ուղիղ եթերում ենք նախ այսօրվա հանրահավաքը, ինչ եք ուզում սրանով ասել քայլերթով հանրահավաքով։ Նախ բերեք բուն հանրահավաքի ժամը 7-ի վրա չկենտրոնանանք, որովհետև դեռ քարոզարշավի պայմաններում ենք գտնվում եւ քարոզարշավի ամենակարևոր, ամենավճռական փուլերից մեկում ենք, որպեսզի մեր ձայնը դառնա ավելի լսելի, որպեսզի մեր ձայնը, մեր մտքերը, ծրագրերը դառնան ավելի հասանելի, ավելի ուժգին, մենք որոշել ենք լայնամասշտաբ իրազեկման ակցիաներ իրականացնել մայրաքաղաք Երևանում, որ քանի որ վերջի վերջո Երևանն է այս ամենի կենտրոնն ու կիզակետը, ուստի Երևանում լայնամասշտաբ իրազեկման ակցիաները ուղղակի հանրագումարի կբերենք հանրապետության հրապարակում հանրահավաքի տեսքով։ Հիմնական նպատակը դա է, որ հանրապետության մայրաքաղաքը ամբողջությամբ իրազեկ լինի եւ նաեւ այստեղ մեր փոփոխությունների ալիքը մայրաքաղաքից մարզերից եկանք Երևան, հիմա Երևանից տարածում ենք դեպի մարզեր։ Բայց այդուհանդերձ մտավախություն չունեք, որ եթե դուք չկարողանաք հաղթել համապետական ընտրություններում եւ իշխանությունը վերարտադրվի, զանգվածային կալանավորումներ են սկսվելու, դրա հիմքը մասնավորապես Նիկոլ Փաշինյանի տարատեսակ հայտարարություններն են, որ ընդդիմադիրները տարիներով փակված են մնալու ճաղերի ետևում։ Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարություններից նոր չի անում, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն այդ հայտարարություններից արել է, այլ նաեւ բազմիցս դա կիրառել է, այդ թվում նաև իմ նկատմամբ 2 տարի 7 ամիս ապօրինի պահել է կալանքի տակ, ուստի դա ամենալավ ու ամենաճիշտ մեթոդը չի այդ փոփոխությունների ալիքը կասեցնելու։ Հետևաբար մտավախություններ չունենք, մենք գնում ենք առաջ, գնում ենք դեպի հաղթանակ, մտավախություններով, կասկածներով պայքարի մեջ մտնել չի կարելի, մենք հաղթանակի ենք գնում, բացարձակ հաղթանակի, հաշվի առնելով նաև մեր երկրում օպոզիցիոն շրջանում նաև տիրող իրողությունները։ Արդեն որոշել եք իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանին ինչ աշխատանք եք տալու։ Ես անկեղծ ասած նման կենցաղային մանր-մունր բաները երբեք ինձ համար առաջնային չի եղել, երբևէ իմ կյանքի որևէ էտապում որևէ մեկի դեմ պայքարած չկամ, դրանք ինձ համար նույն դեմքն ունեն բոլորը, հետեւաբար այստեղ խնդիրը մեր երկիրը առաջ տանելու, մեր երկրի բացասական այդ մաղձը թույնը հետևում թողնելու եւ առաջ գնալու, իսկ մնացածը ում ինչ կհասնի, ով ինչ կդառնա, ում հետ ինչ կլինի, դա արդեն երկրում գոյություն կունենան տարանջատված իշխանության ճյուղեր, որոնք կորոշեն ում այս երկրում ինչ է հասնում։ Մարզերում եւ մայրաքաղաքում քաղաքացիների տրամադրությունները, պահանջները տարբեր էին։ Բնականաբար մայրաքաղաքում զբաղվածության մակարդակը շատ ավելի բարձր է, բնակչության զբաղվածությունը, դրանից բխող կենսամակարդակը, մարզերում շատ ավելի ուրիշ բնույթի խնդիրներ կան, պիտի տարբերակեր, բայց ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում տիրում է տոտալ ապաթիայի մթնոլորտ, անորոշություն եւ նմանատիպ պայքարները ընդամենը հույս հավատ են արտացնում վաղվա օրվա նկատմամբ եւ մենք պարտավոր ենք բոլորս մեր քաղաքացիների այդ ունեցած հույսերը, ունեցած ապագայի նկատմամբ հավատը ուղղակի կոռուպտ չանենք։ Հարգելի դեպորտներ, մենք զրուցում էինք Ուժեղ Հայաստան կուսակցության խնդրական ցուցակի պատգամավորի թեկնածու Մամիկոն Ասլանյանի